Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավարը ներկայացրեց 250 էլեկտրական ավտոբուսի ձեռքբերման գործընթացը, որով նախատեսվում է վերակառուցել ու արդիականացնել նաև 2 դեպո։ Ներդրումային փաթեթը գնահատվում է $200 միլիոն։ Ունի կոնցեսիոն բավականին լուրջ բաղադրիչ, քանի որ ենթադրվում է, որ կներգրավի նաև գլոբալ կլիմայական հիմնադրամի, կանաչ հիմնադրամի Հայաստանի համար հասանելի ֆինանսավորումը հենց հատուկ էլեկտրական շարժունակության ծրագրերի համար եւ նման ֆինանսավորումը հասանելի է ընդամենը 7 երկրների, ներառյալ նաեւ Հայաստանը։ Ներկայացվեց, որ Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի կառուցման նախագիծը անցել է համալիր փորձաքննություն։ Ընթացքում է նախահաշվային ու շինարարության կազմակերպման փորձաքննությունը։ Մշակվել է տեխնիկական հսկողության գնման տեղբնութագիրը, շրջանառվել է կարծիքի, ակնկալում ենք այս շաբաթ արդյունքները ամփոփել։ Ակնկալում եմ, որ փորձաքննության արդյունքների հետ կապված մաքսիմալ պետքա պրոցեսը խնդրենք արագացնել մեր գործընկերները եւ ստանանք հնարավորինս շուտ, որ հենց այս շաբաթ արդեն դնենք մրցույթի։ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի վերակառուցման նպատակով տարածքը հանրային գերակաշահ ճանաչելու մասին նախագիծը քննարկվել է կառավարության նախարարական կոմիտեի նիստին։ Հիմա այն լրամշակման փուլում է, տեղեկացրեց Երևանի քաղաքապետի խորհրդականը, հավելելով տարածքում առկա գույքերի օտարման գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևան նախագիծ ընկերություն իրականացրել է գույքի նոր չափագրություն։ Նպատակ ունենալով դրանք համադրել արկա վկայականներում արկա սխեմաների հետ, որպեսզի պարզ դառնա արդյոք տարածքում արկա գույքերը ինքնակամ եղանակով ընդլայնվել են կամ դրանց վերաբերյալ այլ փոփոխություններ արվել են թե ոչ։ Եկեք համադրենք եղած վկայականները եւ դա թողանի Երևան նախագիծը իրենց արված չափագրության հետ եւ շատ կարճ տեղեկատվություն պատրաստի դրա վերաբերյալ, բայց սա ընդհանուր առմամբ գերակաշահի որոշման process-ին չպետք է խանգարի։ Նշվեց, որ տարածքի մեկ գույք ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգով քննության առարկա է։ Այդ գույքը ցանկում ներառելու, հետագայում գերակաշահ ճանաչելու եւ զուգահեռաբար դատախազության եւ դատաիրավական մարմինների կողմից ընթացակարգերի արդյունքներով պայմանավորված պիտի մենք դատախազությունից ստանայինք տեղեկատվություն, գրությամբ դիմել ենք, որպեսզի հասկանանք այդ գույքի նկատմամբ ինչ ռեժիմ պետք է գործի եւ ինչպես ենք դրա հետ կապված հարաբերությունները կարգավորելու, ենթադրաբար այդ փոխհատուցման գումարը պետք է դեպոզիտում սառեցվի հետագայում հասկանալու համար։ Ավինյանն առաջարկեց գերակաշահի հարցը կոմիտեում կրկին քննարկել, ապա դիմեց կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հիմնարկի տնօրենին։ Ասում են, որ դուք ծառեր եք կտրում։ Մենք պատասխանենք անկուսակուրաներ եք տնկում արկային կառավարության շենքի կողքերով եւ վիետնամացով Մելիք-Ադամյան փողոցում շատ խիստ վթարային ծեր, փտած, հիվանդ, թեղի տեսակի ծառատեսակներ, որոնք դեռևս 22 թվականից ներառված էին ծրագրի մեջ փոխարինման համար, հեռացվել է 59 թեղի տեսակի, նորից եմ կրկնում, ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող, ուրեմն ծառատեսակներ, այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ։ Վերջին 2.5 տարում ավելացվել է 45 ու 8 հեկտար կանաչ տարածք, տնկվել ավելի քան 20,000 ծառ, կառուցվել նորոգվել 85 կիլոմետր ոռոգման ցանց, ծառերի կպչողականության ցուցանիշը 94% է։ Ավինյանն անդրադարձավ Facebook-ի իր գրառմանն ու Բեգոյանին հորդորեց պատասխանել օգտատերերի մեկնաբանություններին, որտեղ են տնկվել հարցինի պատասխան Բեգոյանը թվարկեց։ Համալիրի մոտ ուրեմն 8.5 եռաբլուր 15 հեկտար, հաղթանակ զբոսայգուն հարող լանջեր եւ մինչեւ այդպես որ իջնում է գյուղակադեմիա դիմացի մասը մոտ 5 հեկտար, օրենք Նորքի երբեմնի այգիները 7 հեկտար։ Նշվեց, որ տնկված 20,000-ից ընդամենը 100-ն է սակուրը։ Բեգոյանը վստահեցրեց ավելի քան 45 հեկտար նորաստեղծ կանաչ ֆոնդը լիովին ծածկված է ոռոգման համակարգով։ Մայա Խաչատրյան, լուրեր։